Քաղաքաշինության հողի վերահսկողության վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 4. Զեկուցել մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Ներկայացնել տեղեկատվություն 4-րդ ռիսկայնություն ունեցող ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի, շինարարության ընթացքում անհրաժեշտ փոշեկլանիչ ցանցերի կամ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով իրականացված վարչարարությունների և դրանց հիման վրա կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների մասին, ձեռնարկել համապատասխան միջոցներ խախտումներ թույլ տվող կառուցապատողների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ և զեկուցել։ Պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ, որ մարտ ամսվա ընթացքում քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 84 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որից թվով 8 աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության, թվով 43 աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և թվով 33-ը վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, որից 11-ը աջափնյակ, 1-ը ավան, 2-ը արաբկիր, 1-ը Էրեբունի, 7-ը Կենտրոն, 2-ը Մալաթիա Սեբաստիան, 1-ը Նոր Նորք, 4-ը Շենգավիթ և 4-ը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի կողմից։ Արձանագրություններ չեն կազմվել Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 27-ով։ Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով կազմվել է թվով 28 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որից 24-ը հասարակական կարգի պահպանության ծառայության, 2-ը Էրեբունի վարչական շրջանի, 1-ը Նոր Նորք վարչական շրջանի և 1-ը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 9-ով։ Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 161 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որից թվով 1-ը կազմվել է քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 121-ը կազմվել է աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 50-ը փոշեկլանիչ ցանցերի և 11-ը օդի աղտոտության չափող սարքերի բացակայության հիմքով։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից կազմվել է 39 արձանագրություն, որից 8-ը աջափնյակ, 2-ը ավան, 6-ը արաբկիր, 6-ը Դավթաշեն, 1-ը Էրեբունի, 6-ը Կենտրոն, 5-ը Մալաթիա Սեբաստիա, 3-ը Նոր Նորք, 1-ը Նուբարաշեն և 1-ը Քանաքեռ Զեյթուն, որից 22-ը փոշեկլանիչ ցանցերի և 4-ը օդի աղտոտվածության չափող սարքերի բացակայության հիմքով։ Արձանագրություններ չեն կազմվել Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 91-ով։ Շինարարության թույլտվության ժամկետների խախտման դեպքերով կազմվել է թվով 2 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 2-ով։ Շինություններին առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու դեպքերով կազմվել է 8 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որից 4-ը աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, 1-ը հասարակական կարգի պահպանության ծառայության և 3-ը աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 5-ով։ Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ուղղությամբ իրականացվել են ինքնակամ կառուցված շինությունների, ավտոտնակների և կրպակների թվով 80 ապամոնտաժման աշխատանքներ, որից 56-ը իրականացվել է քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համատեղությամբ, 22-ը աջափնյակ վարչական շրջանում, 10-ը ավանում, 1-ը Դավթաշենում, 8-ը Կենտրոնում, 8-ը Մալաթիա Սեբաստիայում, 6-ը Նոր Նորքում, 1-ը Շենգավիթում,
իսկ թվով 24-ը իրականացվել է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից իրենց նախաձեռնությամբ, որից 5-ը Աչափնյակում, 18-ը Արաբկիրում, 1-ը Քանաքեռ Զեյթունում։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ ապամոնտաժման աշխատանքների թիվը ավելացել է 32-ով։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խոջյան, նախ պետք է խնդրեմ արդեն սկսենք կենտրոնանալ նաև խոնավեցնող սարքերի վրա, ջրային թնդանոթների վրա, որոնք որ արդեն հավաքանու որոշմամբ կահավորման պարտադիր պահանջների մեջ են մտնում եւ արդեն հասկանանք մեր կառուցապատողների տեմպը այդ համապատասխան սարքավորումները ձեռք բերելու եւ տեղադրելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, պարոն Խոջյան, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն եւ նրանց նկատմամբ պատշաճ վարչարությունը իրականացվի, որովհետեւ այդ վարչարությունից նաեւ կախված է հաջորդ տարվա իրենց արտոնությունները։ Եվ հետեւապես սա շատ կոնկրետ հանձնարարական է, պարոն Խոջյան, որևէ մի կառուցապատող, մասնավորապես խոսքը գնում է 4 ռիսկայնության կառուցապատումների մասին, ով ունի հավաքանու որոշումներից շեղում, հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ վարչարություն իր նկատմամբ իրականացված չլինի։ Այսինքն բոլոր շինհրապարակները, որոնք որ Երևան քաղաքում առկա են, որոնք որ չեն համապատասխանում հավաքանու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն եւ բոլորի նկատմամբ վարչարությունը պետք է իրականացվի եւ սա այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի էլ ավելի մեծ քանակով եւ ծավալով ուշադրությունը պետք է սևեռենք դրա վրա, որովհետեւ նաեւ դրանից կախված է իրենց հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարաձգման մասով եւ մենք այս process-ին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետեւ սա ուղղակիորեն նաեւ փոխկապակցված է լինելու Երևան քաղաքի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է բոլոր դեպքերում, երբ որ հստակ արձանագրվում է խախտումը պետք է այդ վարչարությունը պետք է իրականացվի։